Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով կալանավորվել է 8 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեն համարել է, որ բավարար ապացույցներ ունի, որպեսզի անցնի ձերբակալման գործողությանը։ Վարդան Ղուկասյանին Բերմանի ենթարկելու գործընթացը բավականին երկար տևեց, մի քանի ժամ աջակիցների քաղաքապետարանի շենքի մոտ հավաքվելու, ոստիկանների հետ բախումների պատճառով։ Ես իմ կարող այդպես եմ մտածել, որ հավաքվենք շատ որ լինենք, թողնենք գնան։ Այդպես չի լինում։ Կարելի է մտածել, որ միամտություն է սա, էլի։ Արդյոք չի խոսում իշխանության լեգիտիմության ճգնաժամի, իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազման մասին։ Սրա հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Ինչու է արդարադատության համակարգը տանդալոշ աշխատում, ու կարելի հակառակից գալ, էլի, տանդալոշ աշխատում, որովհետև չի բարեփոխվել։ Սերժ Սարգսյանն է հայտարարություն արել կապված Վարդան Ղուկասյանին կալանավորելու հետ։ Նա նշել է, մեջբերում է, մենք սա տարել ենք ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է նրա օգտին։ Ճիշտ ասած, ես միշտ եմ կասկածներ ունեցել, որ Սերժ Սարգսյանը տրամաբանության խնդիրներ ունի։ Դուք հավանական համարում եք նոր ընտրություններից։ Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է։ Կրեմլում անհանգիստ են Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Իրենք ողբում են կայսրության անկումը։